Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն մինչև այս տարվա հունիս, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Նրա խոսքով դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի, որ իր նոր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չեն լինի Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանցի պատգամավորի տրամաբանությամբ, քանի որ իրենց օրենսդրության համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը ճանաչվում է որպես հայրենական պատերազմ, ուրեմն ըստ սահմանադրության խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է Միլի Մեջլիսի համաձայնությունը։ Հասանգուլիևն առաջարկել է այս հարցը ներառել գարնանային նստաշրջանում։ Իդեպ Մեջլիսն այսօր հաստատեց օրինագիծը, որով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության։ Նշեմ, որ Շահրամանյանը պահանջում էր Հայաստանի պատմություն առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը որպես նախագահ ստորագրել է Արցախի լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան է դիմել 2025-ի սեպտեմբերին։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի մերժել է հայցը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Հիշեցնեմ, որ Իրանի նորանշանակ դեսպանը հունվարի 14-ի իր ասուլիսում նշել էր, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն։ Կայանալու է արդյոք առաջիկայում սպասվող եպիսկոպոսատ ժողովը, որն այդքան կարևորում է Մայրաթոռը, սակայն բոյկոտում են Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները։ Մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժվարանում է պատասխանել։ Չի կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, քանի որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար չեն կարող ներկա լինել։ Ամեն պարագայում ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա, նշել է Նաթան Սրբազանը։ Հարցին, թե արդյոք քննարկվում է այսպես կոչված եկեղեցու բարենորոգման արշավին միացած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, Սրբազանը պատասխանել է, որ երբ պաշտոնական մարմինները սկսեն քննարկել, գաղտնի չեն պահելու, կտեղեկացնեն։ Հիշեցնեմ, օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ դադարեցվում է հայ եկեղեցու կողմից բանակում ծառայության նշանակված հոգևորականների գնդերեցների գործունեությունը։ Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով, հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը։ Նա շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2803 բանաձևը։ Անանյանը հիշեցրել է, որ Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու այսօրվա կարևորը։